Շնորհակալ եմ շատ, օգտվելով արձագանքի իրավունքից Տիկին Սարգսյան կուզենայի նաև մեկ այլ հարց տալ, այսքան խոսվեց հանցանքների մասին, արդյոք ըստ ձեր կողմից կասեք, հանցանքները նվազել են, թե ըստ վիճակագրության ավելացել են։ Տիկին Ղազարյան, իրականում ոչ թե ըստ մեզ, այլ ըստ պաշտոնական եւ վավեր եւ մինչ այս պահ չվիճարկված վիճակագրության 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականին մենք ունեցել ենք հանցավորության թվի նվազում 3.2%-ով։ Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մեր գործընկերները տարբեր հարթությունում այո կարող են խոսել որոշակի ամիսներին, որոշակի ինտենսիվության դեպքերի մասին, որոնք սակայն ընդհանուր պատկերում որևէ ձևով չեն բերել հանցավորության աճի, այլ հակառակը, մեր թիրախային քաղաքականության արդյունքում մենք արձանագրել ենք, որ հանցավորության տեմպերը նվազել են եւ մենք ունենք 3.2% նվազում այս տեսանկյունից։ Ընդ որում մենք այս տարի աշխատել ենք նաեւ վիճակագրական մեթոդաբանության փոփոխության վրա, որպեսզի այն պատկերը, որը մենք ցույց ենք տալիս հանրությանը, դա լինի ռեալիստիկ, բնութագրի կոնկրետ տարվան, այլ ոչ ինչ-որ հավաքական թիվ լինի, եւ մենք չկարողանանք կողմնորոշվել կոնկրետ տարում ինչ է կատարվում, եւ քանի որ բռնություններից խոսվեց, կարճ ուղղակի ասեմ, որ մարդու դեմ ուղղված հանցագործությունների մասով եւս 2025 թվականի կտրվածքով ունեցել ենք նվազում։